Կյանքի ուղիներով հաղորդաշարի հյուրն էր դերասան Հայկ Աֆրիկյանը, Star News-ը հետևեց հաղորդման անոնսին։ Նա իր ապագան դեռ դպրոցական տարիներին բժշկության ոլորտում էր տեսնում։ Ընկերոջ հետ, սակայն ռեժիսուրայի ֆակուլտետում հայտնվելը իսկույն գլխի վայր շրջեց բոլոր նպատակները։ Իհարկե տանը խոսակցություններ, վեճ, կոնֆլիկտ եւ այլն եւ այլն։ Ինձ ասեցին՝ դե քեզանից հրաժարվում ենք, ոնց ուզում ես արա, չես ընդունվելու։ Շատ քիչ ժամանակ ա մնացել։ Ասեցի ոչինչ, ես կընդունվեմ։ 2011 թվականին եթեր հեռարձակվեց «Անուրջներ» հեռուստանովելը եւ ռեյտինգային բարձր արդյունքներ գրանցած այդ սերիալը նրա մարմնավորած Մարգի կերպարը մեծ ճանաչում բերեց նաեւ իրեն։ Կնոջս հետ եկեղեցում էինք, պատարագ էր, մի տատիկ անընդհատ պտտվում թարս էր նայում։ Զգում էի, որ ինչ-որ բան ուզում ա ասի, բայ անամոթ, սենց արեց, էս կնգադ թողել ես տունը, սիրածիդ հետ եկել ես եկեղեցի։ Ամեն ինչ կարծես դրա սրտով էր ու լավ ընթացք ուներ, բայց այդ ամենն ընդհատվեց շուրջ 10 տարի առաջ, ամուսնություն, որը տևեց ընդամենը 3 ամիս։ Ես ընկա մի տգեղ վատ պատմության մեջ, լավաճանության նման մի բան։ Վերադարձնելու փորձեր շատ ա եղել մեր մոտ, գրեթե 10 տարի, էդ թեման իմ ամենաթույլ տեղերից ա։ Հոգեբանական դժվարին վիճակ ու բարդ նկարահանումներ, բայց նա այսօր արդեն հավատում է, որ ցանկացած դժվարություն լինի անձնական թե գործնական, մի օր հաստատ կգտնի իր լուծումը, պարզապես պայքարել ու հավատալ է պետք։ Հայկ Աֆրիկյանը եղել էր նաև Ամալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդման հյուրը։ Ամալիան զրույցի ընթացքում հիշել էր տարիներ առաջ Հայկի հետ ունեցած վերջին հարցազրույցը, որտեղ դերասանը բավական երջանիկ էր և խոսում էր իր նշանադրության մասին։ Ես գիտեի, որ մի օր պիտի խոսեմ սրա մասին, բայց չէի մտածում, որ այսօր կխոսեմ։ Տեսեք ոնց եղավ, մենք նշանվեցինք, ամուսնացանք, հետո ամուսնալուծվեցինք։ Իհարկե շատ վատ բան եղավ, նման դեպքերում կապ չունի զույգերից տղան է մեղավոր թե աղջիկը, երևույթը շատ դաժան է։ Դե այս դեպքում մեղավորությունն իմն էր, ես մի վատ պատմության մեջ ընկա, տնավարի ասած մեզ խառնեցին։ Ճիշտ է, հիմա դա անցյալում է, բայց ինքն իր վերքը թողնում ա, սուտ կլինի, եթե ասեմ այդ վերքը չկա։ Բայց փառք Աստծո, արդեն լավացել եմ ու առաջ եմ գնում։ 2014 թվականին ենք ամուսնալուծվել, 10 տարի եւ ավել։ Մարդիկ կան չէ, որ կասեն դե լավ, բան էր, անցավ գնաց, բայց իմ դեպքում զղջման փուլը շատ երկար է տևում, նույնիսկ տարիներ։ Ցավալի է, որ զղջալուց հետո չես կարողանում այլևս այդ ժամը, այդ րոպեն հետ բերել, շտկել ու անցնել առաջ։ Ես զուտ չհասցրի ուղղեմ սխալս, այնքան արագ եղավ ամեն ինչ։ Երևույթներն ու գործողություններն ինձ հակառակ էին դասավորում, ժամանակը քիչ էր ու չէր ստացվում, չհաջողվեց։ Ավելի շուտ կասեի խոսքը խառնակցության մասին էր։ Դե սերիալային իմ բուռն ժամանակներն էին, անուրջներում։ Եվ կար վաղեմի մի պատմություն, որից չէի կարողանում ձերբազատվել, բայց ոչ իմ ցանկությամբ։ Վստահ էի, որ ինձ հետ դա չի կարող լինել, ու ամուսնանալուց հետո ամեն ինչ շատ վատ դասավորվեց։ Մտածում էի, որ ինձ չեն կարող շեղել այլ աղջիկներ, իսկ երբ դա եղավ, իմ կյանքը փլուզվեց։ Տեսակով այնպիսին եմ, որ փորձում եմ մինչև վերջ, մինչև տեսնում եմ էլ ուժ չունեմ, էլ տեղ չկա, էլ չեմ կարող։ Շատ եմ փորձել, ուղղակի չստացվեց շարունակել, նոր հնարավորություն ունենալ չհաջողվեց, ժամանակը քիչ էր, այնքան արագ ամեն ինչ եղավ, ամեն բան իմ դեմ դասավորվեց։ Ամուսնալուծվելուց հետո եղել ա իմ կյանքում մարդ, բայց էլի չի ստացվել, չգիտեմ։ Ես երևի բաց չէի թողել իմ անցյալի պատմությունը, բայց կարծում եմ լավ էր, որ այդպես եղավ։ Ես անցյալին կապող ամեն ինչից շատ դժվար եմ հրաժարվում, անգամ իմ բոլոր հին հեռախոսներն եմ պահում։ Շատերն ասում են պետք է առաջ շարժվել, նայել ապագային, բայց եթե չունես անցյալ, ուրեմն ներկան խալխուլ է, իսկ ապագան կասկածի տակ։ Հաղորդավարուհին նկատեց նաև, որ եթե այսքան երկար ժամանակ անցած չլիներ, կարծիք կձևավորվեր, որ նախկին կնոջ հետ միանալու հույս դեռ կա։ Եվ նա հարցրեց, արդյոք Հայկը դեռ սիրում է։ Հայկ Աֆրիկյանն այսպես պատասխանեց. Էդ ինչ ա, էդ չկա էլ, էս դեպքի համար չեմ ասում, բայց էլ չկա։ Սերը վախենալու բան ա, չէ, իրականում սերը շատ աստվածային ու սիրուն բան ա։
Բայց հիմա այդ մի դարակը ես կողպել եմ։ Հիմա արդեն վերականգնվել եմ ու կա փակագիծ, որը այս պահին չեմ բացի։ Իհարկե, սպին մնում է, սուտ կլինի, եթե ասեմ ոչինչ չկա։ Բայց ընտանիք ունենալու սիրելու երազանքից չեմ հրաժարվել, որովհետև եթե երազանքներով չապրեմ, դա երևի կլինի իմ վերջին օրը։ Զրույցի ընթացքում Հայկը խոսել էր նաև կյանքի այն փուլի մասին, երբ տևական դադարից հետո կրկին հեռուստադիտողը կարող էր տեսնել իրեն էկրաններին։ Ինչպես ասում են, կարևոր չէ դու թատրոնում ես թե ոչ, կարևոր է, որ թատրոնն է քո ներսում։ Այս տարիների ընթացքում իմ մեջ դա չի մահացել, և ես կարոտով սպասել եմ, թե երբ պիտի նորից վերադառնամ։ Հիմա վերադարձել եմ շատ բուռն, միաժամանակ և Մոխրոտի երազները սերիալում եմ նկարահանվում և թատրոն տանիքումի ներկայացումներում արդեն 3 դերակատարում ունեմ։ Ինձ մոտ միշտ էդպես ա, կամ դատարկություն, կամ միաժամանակ ամեն ինչ կուտակվում ա ու ես ունենում եմ ժամանակի խնդիր, ժպիտով նշել էր Հայկը։ Հաղորդավարուհին հարցրեց նաև, թե այս ընթացքում ինչով էր զբաղվում Հայկը և արդյոք դերասանի համար հեշտ էր գլխավոր դերերից հետո ունենալ այսքան մեծ դադար։ Ըստ հաղորդավարուհու, սա նման էր նաև մեկուսացման։ Եթերում չլինելը տարբեր պատճառներով էր, նախ ինձ հանգիստ էր պետք, սկզբնական շրջանում նախագծեր կային, ես էի մերժում։ Հետո երբ արդեն ինքս էի ուզում, հրավերներ չկային։ Այդ ընթացքում զբաղվում էի իմ դերասանական դպրոցով։ Այդ դադարը ինձ պետք էր, երբ կյանքում ունենում ես տոպեր, էդ լռության մեջ կարողանում ես ամեն բան քո մեջ ճիշտ վերլուծել։ Ամեն բան 14 թվականից հետո եղավ, ամեն ինչ փակվեց ու չորացավ, կյանքս գլխի վայր շրջվեց։ Անգամ մոռացվել էի մասնագիտական դաշտում, չէին հրավիրում, եղել են դեպքեր, որ քաստինգի եմ մասնակցել, բայց չեմ անցել։ Ուղղակի դժվարն այն էր, որ հետո տեսնում ես, թե քո փոխարեն ում են ընտրել։ Բայց փառք Աստծո, հիմա կամաց-կամաց ամեն ինչ վերականգնվում է։ Բոլոր մարդիկ պատասխան կամ տալիս են, կամ տալու են իրենց հարածների համար։ Ես այս 10 տարիներին տվեցի, նշել էր Հայկ Աֆրիկյանը։ Դուք արդեն բավականին մեծ հաջողության եք հասել, քանի որ ունեք ձեր իսկ ստեղծած Level 1 դերասանական ստուդիան։ Կասեք կյանքում ինչպես հասնել հաջողության։ Երևի թե ես ինձ 2 բանում կհամարեմ հաջողակ։ Առաջինը, որ ես ունեմ Աստծուն, իսկ երկրորդը, որ տարիները ինձ չեն փոխել որպես մարդ։ Ինձ համար այդ երկուսից կարևոր բան չկա, երբ արժանանում ես Աստծո սիրուն։ Մարդ, երբ միշտ մնում է մարդ և մարդ, որը միշտ աստվածահաճո է լինում, դրանք ամենակարևորն են ինձ համար, որոնք ոչ գնվում են, ոչ վաճառվում և ոչ էլ ձեռք են բերվում կյանքի ընթացքում։ Միգուցե ես ինձ չհամարեմ լավ դերասան, բայց համարեմ լավ մարդ, ես դա ամենից շատ եմ կարևորում։